Արտ-թերապիան ինչա ենթադրում, առաջին հերթին ազատ արտահայտվելու ռեսուրս։ Արտ-թերապիայի առանձնահատկություններն ու դժվարությունների հաղթահարմանը միտված հեղինակային տեխնիկայի կիրառման թեմայով դասընթաց ուսանողների ու մասնագետների համար։ Արցախի հոգեբանների միությունն ու Կատարսիս հոգեբանական կենտրոնը Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության աջակցությամբ կազմակերպված դասախոսությունն անցկացնում է հոգեբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մարինե Միքայելյանը։ Մեր առօրեական մտքերը եւս կարող ենք մենք վերլուծել արտ-թերապիայի միջոցով։ Արվեստի ու ստեղծագործական գործունեության վրա հիմնված հոգեթերապիայի այս ձևը արտ-թերապիան առաջին անգամ կիրառվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ Սկզբում այն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հետ աշխատանքում, հիմնականում բուժհաստատություններում։ Եթե նախկինում այն կիրառվում էր միայն հիվանդանոցներում, տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ապա այժմ շատ մեծ է կիրառությունը եւ բոլոր տարիքի մարդկանց հետ կիրառվում է։ Այդ պատճառով ընտրել է այնպիսի մի ուղղություն, որը շատ կիրառելի լինի, շատ օգտակար լինի։ Այս սեմինարները շատ կարևոր են։ Ժամանակ առ ժամանակ իհարկե անհրաժեշտ են նման շփումները, փորձի փոխանակումը, նոր տեխնիկաների, մեթոդիկաների հետ ծանոթացումը։ Հոգեբանությունը դարձել է 21-րդ դարի ամենաարագ զարգացող գիտություններից մեկը, ուստի եւ հետաքրքրությունը նրա նկատմամբ խիստ աճել է, սակայն ցավոք սրտի հաճախակի են դարձել նաեւ մերձ հոգեբանական մոտեցումներ, ոչ մասնագիտական մոտեցումներ։ Այսօր մենք այդ բացը փակելու համար հրավիրել ենք մասնագետի, ով հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, դասախոս է, ով գիտական աստիճան եւ գոչում ունի եւ այդ ամենը մատուցում է գիտելիքահեն առումով։ Շնորհակալություն իհարկե Հայաստան-Արցախ երիտասարդական միությանը, սիրահորժար տրամադրելու ռեսուրսները, հրաշալի դահլիճը։ Վերջին ամիսների ընթացքում Արցախի հոգեբանների միությունը, երբ ձևավորվեց այստեղ Հայաստանում, արդեն հասցրել է շատ հետաքրքիր եւ լայնածավալ գործունեություն ծավալել, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր այստեղ գրասենյակում անցկացնում են սեմինար, որը լայն հնչեղություն է ստացել մասնակիցների կողմից, որովհետև հետաքրքրվածությունը շատ է։ Հոգեբանական ու ստեղծագործական ճանապարհորդություն, արտ-թերապիայի բազմաշերտ ու խորքային աշխարհ։ 2 ժամ տևած դասընթացի ժամանակ նաև հոգեբանական վարժություններ են անցկացվել։ Շատ կարևոր են այս թեմաները, քանի որ հիմա շատ պահանջված է հոգեբանությունը եւ մեծ կարևորություն են տալիս հոգեբանությանը, իսկ արտ-թերապիան ազատություն է տալիս մտքերին եւ այն կարևոր տեղն է դարձել հոգեբանության մեջ, որտեղ տալիս է ազատություն արտահայտվելու, սեփական հույզեր արտահայտելու եւ նաեւ արտ-թերապիան այն միջոցն է, որի միջոցով մենք կարող ենք բացահայտել այն խնդիրները, որի մասին երբեք չենք կարող պարզապես խոսքերով արտահայտվել։ Իրական միշտ սովորելու տեղ կա ու անընդհատ վերապատրաստումների երբ որ մասնակցում ենք, տեսնում ենք, որ այս տեխնիկայի մասին մի փոքր քիչ գիտենք կամ այն տեխնիկան դեռևս չենք ուսումնասիրել եւ հետեւաբար այս վերապատրաստման ընթացքում էլ կան տեխնիկաներ, որոնց առաջին անգամ ծանոթացանք եւ շատ հետաքրքիր է իրականում եւ կարծում եմ, որ մեր աշխատանքում կկիրառենք։ Արտ-թերապիայի գլխավոր նպատակը արվեստի միջոցով այցելուի ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է, անձի ներդաշնակ զարգացումը, իսկ տեխնիկան ակտիվ երևակայությունը։ Կազմակերպիչները խոստանում են, մասնագետների հետ հանդիպումներն ու հետաքրքիր թեմաներով դասընթացները շարունակական են լինելու։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։